Տիկին Գալյան, եթե չեմ սխալվում, մեխանիզմներ հայեցակարգեր մշակվում ատելության խոսքի դեմ պայքարի համար, իրավական միջոցներով ինչպես եք պատկերացնում այդ պայքարը, չգիտեմ, տուգանքներ կամ սոցցանցերի վերահսկողություն, եթե իհարկե հնարավոր է, ինչու եմ հարցնում, որովհետև ԵԽԽՎ բանաձևը օրերս ընդունված այդ փաստաթղթում հստակ նշվել է, որ նախընտրական շրջանում անհրաժեշտ է պատշաճ մթնոլորտ ապահովել քաղաքական քննարկումների և բացառել ատելության խոսքը։ Շատ կարևոր հարց եք բարձրացնում, մեր երկրում խոսքի ազատությունը շփոթվում են շատ հաճախ ատելության խոսքի հետ, որովհետև սահմանները երևի չեն գիտակցվում անձանց կողմից։ Պետք է նշեմ, որ այսօր ատելության խոսքի որոշ դրսևորումների համար կա քրեական պատասխանատվություն, այսինքն նախ մենք իրավագիտական պրակտիկան պետք է տանենք այն ուղղությամբ, որ այդ հնչեցին է, որ մեկ հայտարարության համար կարող է պատասխանատվության ենթարկվել, բայց իրականում հայտարարություններ կամ խոսույթներ կարող է քրեորեն հետապնդելի լինել, որովհետև ուղիղ գրված է քրեական օրենսգրքում պատասխանատվության մասին։ Բայց բացի սրանից, մենք հիմա հենց այսօր ինձ մոտ վերջնական քննարկում ենք ունենալու նախագծի այն փաթեթի, որը վերաբերում է ատելության խոսքի դեմ պայքարին ու սահմանելու ենք ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտ, նաև ատելության խոսքի զոհ դարձած անձանց համար, ինչպես որ կա նախատեսված զրպարտության կամ վիրավորանքի պարագայում քաղաքացիական դատավարության շրջանակներում և նաև քննարկում ենք հնարավորությունը վարչական պատասխանատվություն նախատեսելու, ամեն դեպքում կարգավորումներ պետք է լինեն այնպիսին, որպեսզի հնարավորություն տան պատասխանատվության ենթարկվել նյութը հրապարակող, արտահայտություն թույլ տվող անձին, իսկ եթե նյութի հրապարակման ձևով է այդ արարքը տեղի ունեցել, ապա պետք է օրենսդրական հիմքեր լինեն, որպեսզի այդ նյութը պահանջվի հեռացնել համապատասխան դաշտից, որտեղ որ առկա է։ Դա կլինի սոցիալական կայք, համացանց, չգիտեմ, ԶԼՄ-ի գործուն, հարթակ, էլեկտրոնային եւ այլն։ Ամեն դեպքում ամփոփելով ասեմ, որ այս հարցը մեր ուշադրության կենտրոնում է, առաջիկան է ոլորտի պատասխանատուների հետ վերջնական հանդիպում քննարկում կունենանք եւ նախագիծը պաշտոնապես կշրջանառենք, շատ ցանկալի կլինի, որ նաեւ ունենանք ձեր եւ մյուս բոլոր անձանց կարծիքը, ովքեր որ ասելիք ունեն ատելության խոսքի դեմ պայքարի հետ կապված։